Սիոնի պատրիարքական տաճարում մարդկանց հոսքը չի դադարում։ Քաղաքացիները գնում են Նորին Սրբության գերեզման եւ արտահայտում իրենց սերն ու երախտագիտությունը նրա հանդեպ։ Երեսպատման աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն, դրա համար էլ Շիրիմին մոտենալը սահմանափակված է։ Նրանք, ովքեր Սուրբ Երրորդության տաճարում չկարողացան հրաժեշտ տալ պատրիարքին, այժմ արդեն կարող են այցելել նրա Շիրիմին։ Այս հնարավորությունը ծխականները կունենան 40 օրվա ընթացքում ամեն օր առավոտյան 8-ից մինչև գիշերվա ժամը 10-ը։ Սիոնի տաճարում հոգևորականները նվագողների հետ միասին ամեն օր կկատարեն նրա վեհափառության հոգու հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություններ։ Պատրիարքի հուղարկավորության օրը նկարահանված տեսանյութը սոցիալական ցանցում տարածել է խորհրդարանի նախագահը։ Շալվա Պապուաշվիլին գրում է. «Սա մենք ենք, նրա սերունդը, ովքեր ապրել ենք նրա հետ, տեսել ենք նրան, զգացել նրա շնորհը եւ վկայում ենք նրա մեծությունը։ Դարավոր լինի մեր պատրիարքի հիշատակը», գրում է Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Մուսուլման համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի եւ Ռամադան Բայրամի կապակցությամբ ավելի ուշ շնորհավորում է նաեւ վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ այս տոներն այս տարի համընկան մեր երկրի համար ամենածանր շրջանակի համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան եւ ազգային սգո օրերի հետ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում մուսուլման համայնքին ցավակցությունը կիսելու եւ միջոցառումները չեղարկելու համար։ Նորին մեծությունը միշտ առանձնահատուկ հարգանքով եւ եղբայրական սիրով էր վերաբերվում մուսուլման համայնքին։ Նա ինքն էր փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության եւ հանդուրժողականության կենդանի օրինակ։ Մենք մեր գլխավոր պարտականությունն ենք համարում շարունակել հենց այս մեծագույն ժառանգությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս մեծ տոների առթիվ։ Խաղաղություն, առողջություն եւ առատություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, գրված է վարչապետի հայտարարության մեջ։ Իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղվթիսիաշվիլին մարտի 20-ին հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Փարսելի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ կողմերը քննարկել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև համագործակցության լայն շրջանակը։ Զրույցը անդրադարձել է նաեւ երկկողմ տնտեսական կապերի ապագա հեռանկարներին, ինչպես նաեւ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում եւ ամբողջությամբ տարածաշրջանում առկա իրավիճակը։ Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես Բենյամին Նեթանյահուն է պարզաբանում, Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական հաջողությունները կարող են հիմք դառնալ համաձայնության համար, որով կհասնեն պատերազմի նպատակներին։ Միաժամանակ Նեթանյահուի խոսքով Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Իրանին եւ Լիբանանին։ Պատերազմը շարունակվում է նաև Ուկրաինայում։ Ռուսաստանը շարունակում է հարձակումներ իրականացնել Ուկրաինայի ուղղությամբ։ Նրանք հարձակում են իրականացրել Պոլտավայի մարզին։ Արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 11 մարդ։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ Ռուսաստանը մարտի 24-ի գիշերը ծրագրում էր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային։ Ուկրաինայի առաջնորդը հայտարարում է, որ անվտանգության ծառայությունը մշտապես աշխատում է թշնամու հետախուզական ցանցերի դեմ։ Զելենսկու խոսքով ավելի ու ավելի շատ ապացույցներ են ստացվում այն մասին, որ Ռուսաստանը օգնում է Իրանին հետախուզական տվյալներով։